Ձեր կարծիքով ինչ նշանակություն ունի, երբ օրինակ դպրոցում երեխան տեսնում է իր հայրենիքի համար կռիվ տված, նաև Արցախի համար կռիվ տված հերոսների լուսանկարները։ Բան չենք ասում, բայց մեր գյուղում մեր այդ կռված հերոսներից կային, թող գյուղի կռվողների նկարները առաջնահերթ կախեին, Ազիզ ջան։ Նոր դասի մարդկանց էլի հայրենիքի համար կռված են, բայց այդ կախածներից ոչ մեկին չենք ճանաչում։ Մենք գյուղում կռվածներ ունենք, զոհվածներ ունենք։ Էսա գեներալա կայնակ չի։ բան չկանգել են այդ նկարների հետևից։ Այսինքն դուք էլ այլ քաղաքացիներ եք, որ եկաք մոտեցաք, ուզում եք խոսել բարձր։ Ինչ ենք ուզում առաջարկենք, էլի հարց չկա, մենք ունենք կուլտուրայի տուն, մենք ունենք մեծ դալիճներ, որ մարդիկ գալիս են, այս մեծ մասշտաբին է կարան ընդե անեն, բայց մեր գյուղում 200 հոգի մասնակցել են 90-ական թվերից մինչև առ 44 օրյա, մենք ունենք 6-7 հատ զոհ գյուղից երեխեք, ասինքն դրանցը որ սարքեին սիրուն ըստե մի ինչ որ ասենք մետրի վրա դնեն, այս գյուղի երեխեքն են, կգան իրանց պապերին կտենան, կճանաչում են։ Բայց նայեցեք, ձեր մյուս համագյուղացիները, ովքեր խոսում են, իրենք էլ այլ մտահոգություն էին ներկայացնում, ասում են, քանի որ նախադեպեր այլ դպրոցներում եղել են, որ Փարքի անկյունը առհասարակ ապա մոնտաժել են, հեռացրել են եւ այլն, մտահոգություն ունեն, որ սա ընդամենը պատրվակ է եւ առհասարակ Փարքի անկյուն չի լինի դպրոց։ Իրենք այսպիսի մտահոգություն են ներկայացնում, դուք օրինակ ինչպես կվերաբերեք, եթե առհասարակ Փարքի անկյունը չլինի, հեռացվի։ Չի կարա դες բանը լինի, մենք համաձայն չենք, ոնց որ մեր մնացած գյուղացիք, որովհետև մեր երեխեքն են ըստե ասենք չի քաղաքի դպրոց չի, հասկանում եք, ըստե 450 հոգի երեխա հաճախում, էսի բոլորը սա մեր երեխեքն են, մեր թորներն են, մեկը մեկին ճանաչում են, այսինքն մեր գյուղը 200 հոգի մասնակից է 7 հատ զոհ ենք ունեցել, քուրիկ ջան, իրանցը դրվի երեխեքը ամեն անգամ մտնում են իրանց պապին, հորողբորը, քերուն, ասենք նկարը տենում են, իրանցից կուրսի են, այդ ռազմագիտության դասատուն էլ կարա ներկայացնի, էսի ով այնի ով ճանաչում են, բայց այսքան մարդկանց ռազմագիտության դասատուն չի կարա ներկայացնի, սա կարանք դնենք կուլտուրայի տունը, դպրոցի երեխաներին, ասենք 7-րդ, 8-րդ դասարան տանեն, շաբաթը մի անգամ ընդ ֆռացնեն, ոնց որ հիմա տանում ենք։ Ես 5-րդ բրիգադի նախագահն եմ Էջմիածնի Արմավիրի մարզի, թանգարանը գեներալի, ես հասկացաք ինչ եմ ասում։ Ընդ մենք ունենք Փարքի անկյուններ, թանգարան, երեխեքին մենք տանում ենք ընդ նայում են, բացատրում ենք, սաղին էլ կուրսի ենք, պատերազմները թե 90-ական, թե 44 օրյա, թե քարոզային, բոլորի նկարները ընդ կա, բացատրում ենք, կուրսի ենք ամեն ինչից։ Ուղղակի մի քիչ տարածությունը ստե մեծ է, մենք կուլտուրայի տուն ունենք, կարանք էսի դնենք, բայց գյուղում քուրիկ ջան 200 հոգի մասնակից են 90-ականներին, 44 օրյային էլ են մասնակիցել է, քարոզային էլ են մասնակիցել է, 23 թվին էլ են մասնակիցել է, մենք ստե տղաներ ենք ունեցել, որ դաժե 23 թվին ընդ մի տարի մնացին մի խոսքով, այդ տղաների նկարները կպցվի, ստե բան արվի, անկյուն մի փոքր սարքվի, որ այս երեխեքն էլ իմանան կուրսիլն են, հասկանում ես, հետո այնտեղ նկարներ կա, 3 չմիսօր է եղել է, այսօր հանել են, անջան, տեսակ հանատև չէ, նախագահ Սարգսյանն է, Ռոբերտինը, Պարքև Սրբազանինը, գեներալ Մանվելինը, Սեյրանինը, ինչի դրանք հերոսներ չեն, դրանք են հերոսներ, եթե ջոգողություն են դրնում, ուրեմն պետք է չլինի սես բան, եթե պետք է լինի, ուրեմն պետք է լինի, Փարքի անկյունն էլ մենք գյուղով էլ 2 ոտով 2 ձեռով զա ենք, որ պետք է լինի, անջան, դա բնական է, բայց ոչ թե այդ մասշտաբի, հասկանում ես, ասենք խոսքի 500 հատ նկար են կպցրել, բայց մեր գյուղում, որ 150-200 հոգի մասնակիցներ է ու 6-7 հատ զոհ ենք ունեցել, ոչ մեկի նկարը չկա։ Ես ձեր ասածը հասկացա։ Այսինքն դուք փորձում եք վստահել դպրոցի տնօրենի ասածներին, որ այնուամենայնիվ Փարքի անկյուն դպրոցում լինելու է։ Այո, որտեվ դպրոցի տնօրենն էլ պատերազմի մասնակից տղա է 90-ական թվերից։ Փարք ասում, նա էլ չի խառնվում ոչ մի բաների մեջ։ Նա այսօր պայքարում է երեխաներին դաստիարակելու, սովորացնելու, լավ մարդ սարքելու։ Նա դրա մեջ չկա, նա պատերազմի մասնակից տղա է, նա այդ ամեն ինչը լավ է հասկանում, ո՞նց կարող է ինքը թույլ չտա։ Հիմա տեսեք, քանի որ մի շարք նկարներ արդեն հեռացվել են եւ վերանորոգումից հետո ընդհանրապես անկյունի
մասին էլ չի խոսվել, մարդկանց մոտ ձևավորվել էր մտահոգություն, մարդկանց մոտ առաջացել էր մտահոգություն, որ կարող է առհասարակ անկյունը չլինել, քանի որ այլ դպրոցներում նման նախադեպ եղել է։ Տեսնում եմ, ես այս գյուղի բնակիչ եմ, անունս Արսենն է, ոչ մեկն էլ այդպես բան չի կարա անի։ Չի կարա մեր աբրածը անենց անի, որ մենք մոռանանք, այդպես բան գոյություն չունի, բնական է։ Մենք մեր դպրոցի դիրեկտորի կողքին ենք, մենք մեր ընկերների կողքին ենք, բոլորն էլ այսօր որ Արմանն էլա խոսում էլի պատերազմի անցած տղա է, անենցա որ պատերազմ կրվող տղեկի մեջ էլ ալնեմ անախորժություններ, ասենք պահեր ալնեմ, բայց նման բան այս մեր պարագայում չկա, որովհետև քանի որ այս գյուղը համախմբված գյուղ է, պատերազմ անցած գյուղ է, 3 պատերազմ անցած գյուղ է, փառք Աստծո մեկս մեկին հարգում ենք, սիրում ենք, կարող է մեկում ասենք անախորժություններ լինի, մի քիչ էսյանն, բայց շուտիկի վերջը ընդհանուր հայտարարի գալիս ենք։ Նման թեմա չկա, ոչ էլ պետք է էսի մի հատ բարձրացնել, մի հատ մեծ մասշտաբի սարքել, որ սկսեն արդեն ուշադրությունը դարձնել, ստե արդեն չգիտեք այսօր երկրում ինչա կատարվում։ Մեկը մի բան անի, մի երկու շաբաթ դրանով տարվեն, մինչև մարդիկ իրանց հարցերը գցեն տեղը։ Մենք դրանք հասկանում ենք։ Հիմա մենք ուզում ենք, որ մենք այս գյուղում ցավը տանեմ, մենք մեր կրվող տղեկով, մենք մեր դպրոցի տնօրինով այս ամեն ինչը սա կազմակերպենք անջան։ Հասկացաք, ցավը տանեմ։ Այդքան բան, այդ աշկով նայեք, ըստե ուրիշ բան չկա։ Քաղաքականով չենք ուզում խորանանք, քուրիկ ջան, ցավը տանեմ, խնդրանքս։ Այստեղ ասում են, որ հենց որոշումները քաղաքական են ընդունվում եւ ասում են դպրոցի տնօրենը ընդհանրապես այդ որոշման հետ կապ չունի, ուղղակի իրեն պարտադրվում է, այսպես էին ասում։ Հասկացանք, ամեն ինչը գիտեք, սիրուն սարքում են, խոսքերը ասեն։ Ձեր գյուղացիներն էին ասում։ Հասկացանք, հիմա մեկը մի քիչ ուրիշ ձև է խոսում, մեկը մի քիչ ուրիշ բան չի կարելի այդ ամեն ինչը սարքել մի հատ բոլոլա կամ մի հատ պատմություն։ Հիմա այսօր ինչ ելնեմ է դեմնել ընտրություն կա։ Արդեն սկսում են։ Հասկանում ես, այս թափարակյարի համայնքն էլ անջան, այսօր ընդդիմություն ոնց որ լինի, ասենք ինչ մի հատ ստից բան ելնեմա, վրաս չգիտես, սարքում են։ Մենք չենք ուզում այդպես բան լինի։ Մենք ապեր կրվող տղեկ ենք, սահման պահող տղեկ ենք, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր սահմանները անառիկն են, խաղաղ լինի, նորմալ լինի, ոչ մի զո չունենանք։ Հիմա ինչը որ կա։ Դրանով բավարարվենք, ուրիկս պետք չի սարքենք։ Դուք ուրիշ խնդրի մասին էլ եք ասում է ցավը տանում, հետո որ մտածում է, խնդիր չի, նայեք, դպրոցի դեմ է։ Դպրոցի աշը բոլոր փողոցները թողան մտնեն տենան։ Նկարեք, եթե ուզում եք տեղը նկարեք, դա անանցանելի տեղեր է, սաղ։ Փողոցները ցավը տանեմ։ Այդ որ ուզում է ղեկավար դառնա կամ ղեկավար են, թող մի հատ մտածեն այս ժողովուրդը, որ իրանք մեզնով են ապրում։ Իրանք մեզնով են, մենք ենք իրանց ընտրում մեզի ղեկավար, բայց sense բանի հիմար չենք ընտրում մենք։ Իսկ դպրոցի դեմա մի քիչ ուրիշ է։ Այս դպրոցի ինչ սարքել են, մեր դպրոցը երևի 15 տարի ֆիզկուլ զար չունի։ Մեր երեխեքը դուս այս ցեխերի մեջ են ֆիզկուլ տանում։ Նստե հաղմամ ցոխոտ ոտելով գնաց, բայց բռնեմ որն խփեն դուզին ասեն չես կեղտոտ 15 տարի ֆիզկուլ զար չունի մեր դպրոցը։ Հենա սարքել են, մի քիչ են բացում, այդն ոչ մեկ չգիտեն։ Յանիմ սարքել են։ Ոնց ալնելու չենք իմանում, ոչ մեկ։ Հասար մեր մասին մտածում։ Խոսում են թողան հոսանք, քամի ալնում, ցավը տանեմ լարերը, հոսանքները անջատվում է սա։ Մեր մասին մտածող չկա։ Տոշն ասեմ քեզ, ով է մտածում մեր մասին։ Ոչ մեկ արա գյուղացու մասին ով է մտածում, ախպեր։ Արեցանք մեր դուրը, ընդից հետ մի հատ խանութ կա, իրարից եթանք այս խանութը։ Տանկ բդի բերեն, որ այդ տանկը նստես, այս ասես խանութը, այդ ճամփով։ Ինչի մասին է խոսքը, բալաջան, ես գոնե այս դպրոցի դեմ ամոթ չի sense թողել են։